Չիտա, որ ճիշտ խոսեմ, մեկ շաբաթից կլինի 6 օր դիրքս վեպը, որը կոչվում է Գողը, այդ տարածքով առանձին կհանդիպում, Գողի։ Մասին է։ Գողերի մասին է, օրենքով գողերի, քերոպների մասին է եւ ձեզ հետաքրքիր կլինի իրենց մոտեցումները։ Եթե հարցեր լինի Գողով, հետո կպատասխանեմ։ Հիմա պատասխանեմ ձեր հարցերին այս վեպովս, որը կոչվում է Գայլի հանգույց, ինչու Գայլի հանգույց, սկսենք սրանից։ Որպես կանոն հատուկ ծառայություններում մոտեցում կա, գործողությունից հետո, երբ որ դիվերսիոն գործողությունը ավարտում են, շարժվելուց նրանք շարժվում են հանգույցով, ուղի գնալուց հետո թեքվում են և դիրքավորում են ճանապարհի վրա, որպեսզի կարողանան իրենց հետապնդողներին, բարև ձեզ, որպեսզի կարողանան իրենց հետապնդողներին կողքից հարվածել։ Դրա համար կոչվում է Գայլի հանգույց։ Այսինքն հետախույզների մասին է, ինչի մասին է գիրքը, մի փոքր պատմեք ինչպիսին է։ Պատմեմ, ինչի մասին է գիրքը։ Այսօր մեր փոքրիկ Հայաստանը գտնվում է թուրքական հատուկ ծառայությունների ուղիղ մանրադիտակի տակ։ Եվ ցավոք սրտի թափանցումները Հայաստան, մենք այդպես էլ չենք կարողանում դրա դիմացն առնել։ Ձեզ կարճ օրինակ բերեմ։ Վերջի 4 օրվա պատերազմի ընթացքում թուրքերը անցել էին ականապատված գոտով և մեր ականապատված դաշտերը նրանց համար խոչընդոտ չէին ծառայել։ Հանգիստ անցել էին, ուրեմն թույլ տվեք ենթադրել, որ գործակալական ցանցով էին հասել այդ ամեն ինչին և անարգեք հասան մեր դիրքապահներին։ Գիտեք, որ Առանցքում հոկտեմբերի 27-ի, չէ՞։ Հիմա գամ գրքին։ Առանցքում դրված է հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը։ Երբ որ իմ և ձեր երկիրը հզորագույն հարված ստացավ թուրքական հատուկ ծառայությունների կողմից, իմ կարծիքով սկզբից մինչև վերջ ծրագրված էր միտի կողմից, թուրքական արտաքին հետախուզության կողմից, որտեղ այն ինչ որ կատարվեց հոկտեմբերի 27-ին, դա ուղիղ հատուկ ծառայությունների ձեռքի գործն էր։ Ինչու եմ այդպես կարծում։ Որտեղ Հայաստանը պետք է չունենար ժողովրդի կողմից սիրված, հարգված և պաշտելի մի անձնարարություն, այնպիսի մի մարդ, ինչպիսին Կարեն Դեմիրճյանն էր։ Գրքում Դեմիրճյան ազգանունին չեք հանդիպի։ Դեմիրճյանը փոխված է Դարբինյան ազգանունով։ Եվ մենք այդ հարվածը ստացանք ազգովին։ Եվ հոկտեմբերի 27-ին առանցքում նալով գրքում, հոկտեմբերի 27 առանցքներով հանդերձ, գրքում կհանդիպեք սկսած 11-րդ դարում ստեղծված Ալամուտից, Իբն Սաբայի ստեղծած պետությունից, ասասիների, մարդասպանների և Ժանդակից Թուրքիայի հատուկ ծառայություններ միջև։ Բարձրացածը զուգահեռ քրդական հարցը, բացված է որոշակի եզիների խնդիրները Արևմտյան Հայաստանում բնակվող։ Այնպես որ իմ կարծիքով շատ հետաքրքիր կլինի։ Էքսկուրսը բավականին լայն է։ Դեկտեմբերի 20